Ասում էին պատարագին հրավիրվել են նաև դպրոցներից, հա օգտագործվել է պետական լեզրակներ։ Բնականաբար մեր ենթակա կառույցները բոլորս միասին գնացել ենք։ Ունենք կրկին քաղաք, որը մնացել է առանց քաղաքապետի։ Սա քաղաքական հետապնդում է։ Որևէ հետապնդում չկա։ Դեժավյու է մոդս հիշում եմ, երբ Պալասանյան Տաշինկը հրաժարականի դիմում ներկայացրեց, քննարկում են, որ այս ամեն ինչն եղավ, որ քաղաք վերցնեն։ Պալասանյանին ժամանակ ասվում էր, որ կա ստվերային կառավարում, ստվերային կառավարիչը այդպես էլ լույսի տակ չեկավ։ Չի ասի, որ ստվերից դուրս չեկավ։ Քաղաքապետարան եւ մարզպետարան հայ ցառույցը հալվել է։ Բնականաբար քաղաքական առումով ոչ մի հատվող կետ չունեն կոմունիստական կուսակցությանը դեպ մյուս քաղաքական ուժերի հետ, որոնք այսօր քաղաքապետարանում են։ 26 թվականին ազգային ժողովի պատգամավորի թեկնածություն։ Բարևձեզ, տաղավարում այսօր զրուցելու ենք Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ։ Բարևձեզ, պարոն Արուշանյան։ Բարդ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Արուշանյան, չնայած վաղը ամփոփելու եք տարին ձեր ասուլիսով, բայց շտապելով հա մի քայլ առաջ ընկնելով այնուամենայնիվ ամփոփենք նաև անցնող քաղաքական ու նաև հենց մարզային տարին, ինչպես Շիրակի մարզում։ Դեկտեմբերի 7-ը, չնայած սքոր է որպես այդպեսին, մասնավորապես շիրակցիների, գյումրեցիների համար, բայց բավականին աղմուկ կար նաև այս օրվա շուրջ, որը նաև մի փոքր քաղաքականացվեց։ Ասում էին պատարագին հրավիրվել են նաև դպրոցներից, հա օգտագործվել է պետական լեզրակներ, կա այդպեսի բան, թե ոչ։ Տեսեք, ամեն տարի միշտ նույն պատկերն է ու միշտ նույն ձևով է տեղի ունենում։ Ոչ թե պատարագին են հրավիրվել դպրոցներ կամ պոլիկլինիկաներ կամ տեսչական մարմիններ կամ ուժային կառույցներ, այլ հրավիրվել են բոլորին տեղեկացվել է, որ մարզպետը ժամը 10:30 հուշարձանի մոտ պետք է բսակադրության արարողություն լինի եւ բնականաբար մեր ենթակա կառույցները, ոչ միայն մեր ենթակա կառույցները, համախմբված բոլորս միասին գնացել ենք բսակադրության տեղը հուշարձանի մոտ ծաղիկներ են խոնարել ու դրանից հետո ով ուզել է եկել է պատարագի, ով չի ուզել չի եկել, այդտեղ որևէ նորություն չկա, ուղղակի այդ քաղաքական աղմուկը, որը սիրում են բարձրացնում են այդտեղ զարմանալու որևէ բան չկա, ամեն տարի նույն ձևով է եկել, կոլեկտիվները միասին գնացել են ծաղիկներ տնելու։ Եվ քննարկվում էր հոգեվորական կազմակերպչական մասով Կարեն Պետրոսյանի, իսկ արդեն հա ռեսուրսների մասով ձեր, այսինքն երկու դեպքում էլ դեպի պատարագ ուղեկցում չի եղել զուտ հուշարձանի մոտ եք դուք հրավիրել։ Բնականաբար հուշարձանի մոտ եղել էլ եմ ասում, եթե որից մեկը այնտեղ տեսել է պատարագին մեր դպրոցի տնօրեն կամ մանկավարժ մեր կուսակցականներն են, որը մարտիկ իրանք ազատ են եղել եւ իրանք կամքն է եղել։ Պատարագին գնալը զորով տանել պատարագին այդ անհասկանալի է, պատարագ կազմակերպել անհասկանալի է, պատարագը ամեն կիրակի պատարագ է լինում եւ այդ օրն էլ հենց համընկավ դեկտեմբերի 7-ի հետ եւ մեր զոհերի հիշադակին պատարագ է մատուցվել, ասենք այդ բերել ամեն բանի մեջ մենք քաղաքական ենք մտցնում, որպես այդպեսի չի կարելի, տեղեր կա, որ չի կարելի դա ամեն ինչը մտցնել։ Սուրբ պատարագ էր, որը մեր զոհերի հիշադակին էր եւ ովքեր ցանկություն ունեցել են, այնտեղ ներկա են եղել։ Մարդկանց զորով պատարագ տանելը որն է։ Շատ լավ, ճիշտ է, Գյումրիում քաղաքականացվում է վերջերս ամեն ինչ, օրինակ մինչ այս Գյումրու օրներ հիմա նաև տոնածառն է, հա, քաղաքականացվում։ Այս մասով ձեր քաղաքական թիմը եւս շտապում է ամեն ինչ քաղաքականացնել, չնայած փոխադարձ է կարելի ասել, որովհետև քաղաքապետարանի էջով մենք եւս տեսնում ենք, որ չնայած էջը քաղաքապետարանին է, բայց երբեմն պատասխանները կոմունիստական կուսակցության կողմից են։ Սա արդյոք քաղաքական է, որպեսզի հա կառավարության կողմից նվեր ստացված տոնածառը չլինի կենտրոնական հրապարակում, այլ ծայրամասային թաղամասում, օրինակ Մուշում։ Տեսեք, այս մասին ենքան է խոսվել, ենքան է ասվել, որ առավոտից իրուն տոնածառի մասին ենք խոսում, ամբողջ գործերը թողած, իրականում այո, քաղաքական քինախնդրություն էր, որ այդ տոնածառը, որը անցյալ տարի կառավարության կողմից կանվել, կենտրոնական հրապարակում չտրվեց, բայց չտրվեց, որպես այդպեսին էլի ֆիքսեցինք, որ քաղաքական քինախնդրություն է ու շարժում ենք առաջ, այդ ամեն ինչին կարելի է մի քիչ ավելի այլ հայացքով նայել, գուցե եւ մարքեթինգային քայլ է, որ ամբողջ Հայաստանը կա մեր տոնածառը տեսնելու, որովհետեւ ամբողջ Հայաստանն ու համացանցը մեր տոնածառի մասին է խոսում։ Թող այդ ամեն վատ բանից թող լավ բան մի հատ լինի եւ բոլոր զբոսաշրջիկները կան Գյումրի մեր տոնածառը տեսնելու։ Այո, իրականում այդ տոնածառը, որը կնվել էր անցյալ տարի կառավարության միջոցներով, վարչապետի հանձնարարականով, ինքը մեր երեխաների համար էր, մեր Գյումրու
հրաբարակը գեղեցկացնելու համար էր ու հիմի տեղափոխվել է տոնածառը մուշ թաղամաս, չասենք ծայրամասային թաղամաս, որտեղ մուշում էլ բնակիչներ են ապրում, շատ երեխաներ կան, ու այդ տոնածառը եւս զարդարել է ուրախացնելու է մեր երեխաներին, ինչպես կենտրոնական հրաբարակի տոնածառը։ Չնայած թիմ ընտրություններից արդեն անցել է մոտ 8 ամիս եւ ավելին, բայց այնուամենայնիվ այս քաղաքական թոհուբոհը քաղաքում չի դադարում։ Հիմա ունենք կրկին քաղաք, որը մնացել է առանց քաղաքապետի։ Սա քաղաքական հետապնդում է, թե այնուամենայնիվ իրավապահների կողմից գործողություն, որը պետք է ըստ օրենքի տարին լիներ։ Քաղաքական որևէ հետապնդում չկա, որևէ քաղաքական գործընթաց չկա, այս գործընթացը ամբողջությամբ իրավական գործընթաց է, քաղաքապետարանում նորից իշխող ուժը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը բացի ազգակցական կապերից նաև կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն է, այստեղ որևէ քաղաքական հետապնդման նշույլ էլ չկա, այս դեժավյու է մոդս, հիշում եմ, երբ որ Պալասանյան Տաշինկը էլի քրական գործերից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց, ամբողջ քաղաքը էլի այդ մարտիկ կային, որոնք շահարկելով այդ ամեն ինչը քննարկում են, որ այս ամեն ինչն եղավ, որ քաղաք վերցնեն, մենք քաղաք վերցնելու մեր տարբերակ գիտենք, այդ տարբերակը ազատ ու արդար ընտրություններն են, մենք գնացինք այդ ընտրությունների ճանապարհով, քաղաքական ուժերը նորից նույն բանն են խոսում, այս քաղաքական ուժերը 4 ուժ որոշում կայացրեց միանալ ու մենք քաղաք չվերցրեցինք, որովհետև վերցնելու նպատակ որպես այդպեսին մենք չունենք, մենք ունենք ընտրությունների միջոցով, ընտրությունների հաղթելու միջոցով քաղաքի կառավարումը վերցնել մեր ձեռքին։ Քանի որ որպես լրագրող ձեր նշած բոլոր ժամանակներում լուսաբանելու պատիվ ունեցել եմ այս մասով, երբ Պալասանյան Տաշինքը ասում էր այդ քաղաք վերցնելու ճգնաժամի եւ այլնի մասին, չնայած մինչ այդ կար հուշագիր եւ հետո հուշագիրը խզվեց, բայց այնուամենայնիվ եղավ պրայմերից եւ այո, քաղաքացիական պայմանագրի այդ ժամանակ նոր դարձած քաղաքացիական պայմանագրի խմբակցությունից արդեն Սարիկ Մինասյանը ղեկավարեց տևական ժամանակ, հետո եղավ ընտրություններ եւ հիմա կրկին կրկնում են, որ այո սցենարը կրկնվելու է։ Այս դեպքում, բայց արդեն փոխքաղաքապետի մասով եւս կան քրեական գործեր, սա էլ քաղաքական պնդում չէ, հետապնդում չէ, այլ զուտ իրավական գործընթաց։ Իրավական գործընթացը բնականաբար փոխքաղաքապետը պաշտոնավարում է, իհարկե թեժները նաև կարելի են, որ կասացվել է փոխքաղաքապետի լիազորությունները, այդ ուղղակի վերնագրեր էին, ոչ մի բան էլ չի կասացվել, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը կառավարում է, իրավական գործընթացները զուգահեռ գնում են, այդ մեկը հետ ընդհանրապես կապ չունեցող են, հետո խոսալու մեջ էլ պետք է հասկանանք էլի ինչը իրականության համապատասխան է, ինչ չէ։ Լավ, բնականաբար մենք կարող ենք ասել, որ չէ, դա քաղաքական չէ, մենք այլ ճանապարհով են գնում, բայց 19 ավականի այսօր իշխող ուժի կողքն են հավաքված։ Բոլոր 4 ուժերը միացել են, որ 19 ավականիով մեկ քաղաքապետ են ընտրել, ու այդ քաղաքապետը հիմի նաև ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված։ Քաղաքապետը ընտրվում է ավականիների մեծամասնության կողմից, նախ 17 հոգի քվորում, հետո 17 հոգի ձայն է տալիս մեկ անձի, ասենք այդ տարբերակներն ու որ ուղղակի բառերով ասում ենք, որ այս ճանապարհներն են, իրականությանը պետք է համապատասխան նաև հնարավորություն լինի այդ ամեն ինչն անելու, ասելով չմենակ։ Բայց տեսեք, ձեր ընդդիմախոսների փաստարկները բավականին փաստահեն են այս մասով, որովհետև Պալասանյանին ժամանակ ասվում էր, որ կա ստվերային կառավարում եւ ընդհատվեց այդ ամեն ինչը, ու ստվերային կառավարիչը այդպես էլ լույսի տակ չեկավ։ Հիմա ասում են, որ կա առհասարակ քաղաքական իրավական տարբեր խախտումներ, որոնց համար պետք է լինի իրավական պատասխան, բայց օրինակ եթե փոխքաղաքապետին էլ ենթադրենք լիազորությունները, ինչպես առաջընկնելով գրել էին, որ դադարեցնել։ Առաջ չէին, ուղղակի մտած հորինել էին։ Ընդունենք օրինակ լիազորությունները դադարեցվելու է, թիմ թողնելու են, որպեսզի ընտրվի նոր տեխնացու արդեն եղած ավականու կազմից, թե եւս մեկ անգամ պրայմերիս կսպասվի։ Տեսեք, նախ ստվերային կառավարչի մասով չի ասի, որ ստվերից դուրս չեկավ, ի սկզբանե ստվերից միշտ էլ ինքը դուրս է եկել, մեր քաղաքացիները շատ լավ գիտեցել են, թե քաղաքում հրաբարակային չհնչեց, բայց ոչ հրաբարակային բոլորն հասկանում էին ինչի մասին են խոսում, բայց դա արդեն փակված էջ է։ Պրայմերիզի մասին քննարկել, տեսեք, Վարդան Ուգասյանը այսօր Գյումրու քաղաքապետն է։ Մենք այսօր քաղաքապետ ունենք, դատական վճիռ չկա, ուժի մեջ մտած որոշում չկա, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կա, այսինքն հիմի խոսենք ինչ որ քաղաքական գործընթացների մասին, միանշանակ իմաստ չունի, որովհետև դեռ անմեղության կանխավարկածը կա, իշքանել այդ ձայնագրությունները լինեն, կա
դատարանի վճիռը պետք է ուժի մեջ մտնի, որովհետեւ դրանից հետո Գյումրին չունենա քաղաքապետ, բայց Գյումրին չունենա քաղաքապետ չունենալուց հետո սկսում է հաջորդ փուլը, ավականին պիտի ընտրի քաղաքապետ, այսինքն 19 ուժերը հաջորդիվ արդյոք կմիանան նորից իրար, արդյոք իրենց միջից կընտրեն ինչ որ մեկին, թե չեն ընտրի, եթե իրանք իրար չեն միանալու հետո քաղաքապետ չեն ընտրելու էլի շատ առաջ գնալով, այդ ժամանակ բնականաբար առաջ է գալու ճգնաժամը, որը օրենքը բոլոր լուծումները տալիս է, լուծարում է ավականին, նոր քաղաքապետի ընտրություններ է կնում, եթե չեն կարողանալ ընտրեն, եթե մենք մեր տեխնազուն չենք ունենում, այսինքն ամեն դեպքում հաջորդ փուլը նորից ավականու դաշտում է, որից 14 ավականին քաղաքացիական պայմանագիր կուսակցություն է, 19 ավականիները էլի ինդիմադիր դաշտի ավականիներ են, որոնք միացել մեկ անձի շուրջ են հավաքվել ու ցայն են տվել։ Հաջորդ փուլը դրա ավականիներով քաղաքապետ ընտրելն է։ Այդ դրանից եթե չի ստացվում, նոր արդեն գալիս են ընտրությունները, պրայմերիզով կլինի, թե ընտրություններ կլինի, թե ինչ կլինի, մենք որպես այդպիսին սցենարներ չենք գծում, մենք բնականաբար դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, ռիսկները չեզոքացնելու համար, բայց միևնույն ժամանակ մենք չենք նստում սցենարներ գծում, այսինքն այն ստանդարտ տարբերակները, որ երկար տարիներ գործել են, մեր իշխանության ժամանակ չի գործում, փառք Աստծո որ չի գործում, մենք մի տարբերակ գիտենք, բազմիցս ասել եմ, արտար, ազատ, ժողովրդավար ընտրություններն են։ Եվ օրինակ այս ընթացքում հանգամյա զարգացման ծրագիրն ընդունվեց, չնայած արդեն 1 տարին անցնում է ոնց որ թե եւ մնում է 4 տարին, բայց այնուամենայնիվ այդ զարգացման ծրագրերից հնչեղ թերևս կետերից որևիցե մեկը դեռ չի իրագործվել, չկան շների ապաստարաններ, փողոցաշինություն չկա, լուսավորությունը լավ չէ, աղբահանությունը երբեմն կաղում, այս ամեն ինչի ձատ, բայց գոնե տեսնում ենք, որ դպրոցաշինությունը բավականին լավ է զարգանում։ Այդ կառավարության ծրագիրը։ Այո, խոսենք նաեւ այդ մասին, ինչ փուլում են դպրոցաշինությունը գտնվում Էսպանիայի մարզում եւ մասնավորապես Գյումրիում։ Տեսեք, այս պահին լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում Շիրակի մարզում, մոտ 50 միլիարդի շինարարություն են տանում, հիմնականում կառավարության միջոցներով, ինչու՞ չէ նաև սուբվենցիոն ծրագրերի միջոցներով։ Այդ 50 միլիարդը բաժանված է, մենք ֆիքսել ենք դպրոցաշինություն, որը դեռ շատ գեղեցիկ է, շատ սիրուն է, մենք չէինք տեսել նման բաներ, բայց միայն դպրոցաշինությունը չի, գազաֆիկացում, ջրամատակարարում, ոռոգում, այգիներ, փողոցաշինություն, մանկապարտեզաշինություն, այսինքն ակումբներ գյուղերում, այսինքն այն ինչ գյուղապանակ ժողովուրդը ուզում է կամ քաղաքի բնակիչները ուզում են, համայնքի ղեկավարը ներկայացնում է սուբվենցիոն ծրագրով։ Աշխատանքները լայնամասշտաբ են։ Այս պահի դրությամբ մենք Գյումրիում, Շիրակի մարզում հիմնանորոգում ենք 29 դպրոց, այսինքն մի մասը արդեն շահգործման է հանձնվել, մոտ 7 միլիարդ դրամ այդ մենակ շինարարության գումարների մասին է խոսքը, հիմնանորոգում ենք ամբողջությամբ դպրոց, այսինքն 4 պատն է մնում։ Մենք 0-ից կառուցում ենք 14 դպրոց, 23.5 միլիարդ դրամի մասին եմ խոսում, էլի այդ շինարարական փուլի մասին է, դրանից հետո արդեն կույքի ձեռքբերում, լաբորատոր սարքավորումներ, համակարգչային լսարաններ, այսինքն դպրոցաշինության, մանկապարտեզաշինության մասով լայնածավալ աշխատանքներ ունենք։ Մենք այս պահին 6 մանկապարտեզներ են կառուցում Շիրակի մարզում, եւս 3-ի հիմնանորոգման մրցույթ է հայտարարել մարզբեդարանը, արդեն հաղթողը կա, ամենայն հավանականությամբ այդ ժամկետները անցնելուց հետո պայմանագիրը կընկվի եւ մանկապարտեզների հիմնանորոգման կգնան, որից 2-ը Գյումրիում են այդ մանկապարտեզները, մեկը Սառնախճուրում է։ Ծավալները շատ մեծ են, ել եմ ասում տարբեր գյուղերում գազաֆիկացման աշխատանքներ են տարվում, լուսավորության աշխատանքներ են տարվում։ Մենք ուզում եմ փաստ արձանագրել, որը իմ համար շատ հաճելի էր, երբ որ մենք մարզային այցեր էինք գյուղերով, բնակավայրերով այցեր էինք անում ու այն նույնիսկ ամենահեռավոր գյուղում, որը բնակչությունը ընդամենը 30-40 հոգի է, այս տարիների ընթացքում այդտեղ պետական ֆինանսավորումներով աշխատանքներ են տարվել, լուսավորության համակարգում, կռունտային ճանապարհ, տեղեր կար ակումբներ, տեղեր կար այն ինչ գյուղացիներն ուզել են, ու շատ ուրախ եմ ու բարդ եմ, որ մենք կարողանում ենք նաև ամենահեռավոր գյուղերում աշխատանք անել ու փորձել մարդկանց կյանքի որակը մի քիչ փոխել։ Արդյոք խնդիրները լուծվել են, բնականաբար ոչ, խնդիրների ահռելի մասը դեռ մնացել է, բայց միանգամից էլ հնարավոր չէ մարզի բոլոր խնդիրները լուծել։ Մենք 127 գյուղ ունենք, 3 քաղաք ունենք ու բոլորի խնդիրները միանգամից որ գումարների խնդիր էլ չունենանք, գոնե շինարարի ունենք, որ կարողանանք ամբողջը միանգամից կառուցել, բայց կամաց քայլերով գնում ենք առաջ։
Եվ փողոցաշինությունը հա ամենախոցելի կետերից մեկն է մարզի եւ մասնավորապես Գյումրիի, որովհետեւ օրինակ Վանաձորում էլ թիմ ընտրություններ տեղի ունեցան, բայց վերջերս Վանաձորի հետ համեմատություններ էին արվել սոցիալական ցանցերում եւ այնտեղ անգամ երկրորդական փողոցներն են արդեն ասֆալտապատվում, այնինչ Գյումրիում անգամ կենտրոնական փողոցներ կան, որոնք քանդվելու եզրին են։ Այս մասով ինչ քայլեր են ձեռնարկվում եւ այսինքն 26 թվականին նոր մեկնարկելու է մասնավորապես օրինակ մեծ թաղամասերից մեկի անի թաղամասի խնդիրը։ Տեսեք, փողոցաշինությունը քաղաքների մեջ տեղ են ունենում սուբվենցիոն ծրագրերով։ Մենք բնականաբար Շիրակածին քաղաքի մեջ է, բայց ինքը միշտ պետական ճանապարհ է համարվում եւ կառավարության միջոցներով է Շիրակածի փողոցը ասֆալտապատվում, իսկ քաղաքի միջի փողոցները արդեն սուբվենցիոն ծրագրերով են լինելու։ Գիտեք, արդեն տարուց ավել է մենք խնդիր ունենք, անցյալ տարվանից էր դեռ սկսվել, ավականի չկար, չեն կարող սուբվենցիոն ծրագրերը հաստատել, մոտավորապես նույն պատկերը այս տարի ունենք, բայց կիսատ աշխատանքներն ենք ավարտին հասցնում, որ ֆինանսավորման հարցերը լուծենք այդ մարդկանց եւ ներքին փողոցաշինությունը հենց դա սուբվենցիոն ծրագրերով է տեղի ունենում։ Իսկ համեմատություն տանել այլ քաղաքների հետ չի ուզենա, որովհետև էլ եմ ասում Գյումրի ինքը անհամեմատելի է, ցավոք չեն կարողանում շատ ու շատ աշխատանքներ անել, որի ֆինանսական միջոցներն կան, դուք գիտեք նաև կառավարությունը որոշումով ու նաև օրենքի ուժով բանաձևեր են փոխվել, որով դոտացիաները անհամեմատելի շատացել են, 13%-ից ավելացել էր 24-ը 25 թվականի հետ համեմատած եւ 13% ավելանում է 25-26-ի հետ համեմատած։ Այդ տոկոսները որպես այդպեսին 10-13 իրանք 400-500 միլիոնի մասին են խոսքը, 1 միլիարդի մասին են խոսքը։ Այսինքն առելի գումարներ նաեւ գալիս են դոտացիայի միջոցով, սուբվենցիաների որպես այդպեսի խնդիր չունի կառավարությունը հաստատելու, բայց դա էլ գործընթաց է, որ ավականի պիտի մտնի, ավականին հաստատվի, մինչև 26 թվականի սուբվենցիաները դե կարողանան տան, մենք միայն ուրախ կլինենք հաստատելու այն ծրագրերը, որոնք լինելու են։ Շատ լավ, սրանք մեծ ծրագրերի մասով, հա, իհարկե լավ կլինի, երբ Գյումրին այդպես ամբողջական ասֆալտապատում տեսնի, բայց այնուամենայնիվ քոնե կարճաժամկետ լուծումներ քննարկվել է քաղաքային իշխանության կամ թեկուզ հենց մարզային լիազորությունների շրջանակներում, որովհետև կան փողոցներ, որտեղ հիմա կոնկրետ Facebook-ում հավանաբար նաև դուք եք տեսնում գյումրեցիները զուտ բարձրաձայնում են, որ անգամ տաքսիները չեն մտնում այդ փողոցներ, որովհետև այլևս որևիցե կերպ դա երթևեկել հնարավոր չէ։ Հասկանում եմ, բնականաբար նման փողոցներ ունենք ու գյուղերում էլ միայն քաղաքում չէ, գյուղերում էլ ունենք, ու գյուղեր տանող ճանապարհներ ունենք, որտեղ տաքսիները չեն գնում, բայց աշխատանքներ տարում է դողությամբ։ Քաղաքի մեջ եղած փողոցների խնդիրները քաղաքապետարանը իր միջոցներով է լուծելու։ Մարզպետարանը որպես այդպեսին բյուջե չունի, որ կարողանա փոսալացում անի, ճակալացում անի, վերանորոգում անի փողոցների։ Մարզպետարանը այդ լիազորություններն էլ չունի։ Քաղաքապետարանը ճգնաժամը է, հա, այսպես ասած կանխատեսվում, ճգնաժամը կանխարգելելու համար, թե այնուամենայնիվ քաղաքական միտում է, որպեսզի ճգնաժամ լինի, որպեսզի լուծումը ավելի արդյունավետ։ Ահա ինչ է ճգնաժամը, ինչի ենք մենք տանում ճգնաժամը, գուցե արհեստական կնում է դեպի ճգնաժամի։ Ավականին կա համայնքապետարանը, իհարկե այս ամեն ինչը բնականաբար ազդելու է քաղաքի կառավարմանը, որովհետև քանի կառույցը ղեկավար չունի, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարով ինքը անկայուն վիճակ է առաջանալու։ Մարմինը սկսում է վատ աշխատել, մնացած բոլոր օրգանները վատ են աշխատելու։ Այդ հասկանալի է, բայց շատ մեծ կամք ունենալու պարագայում ավականիները կան, յուրաքանչյուր որոշում կայացվելու է, մեր ավականիները քաղաքացիական պայմանագիր կուսակցության բազմիցս ցույց են տվել, որ բոլոր այն նախագծերը, որոնք իշա քաղաքի են, մենք այդ նախագծերին կողմ ենք քվեարկում, մասնակցում ենք այդ նախագծերի կազմման ընթացքում կամ որևէ ձևով աջակցում ենք, որ այդ նախագծերը տեղի ունենան, ինչի ենք մենք ճգնաժամի գնում։ Մարզպետարանը որպես կառավարության ներկայացուցիչ բոլոր այն նախագծերը, ինչ վերաբերվում է Գյումրիին, որևէ խնդիր չունի, շատ ուրախությամբ ու հնարավոր ամբողջ ռեսուրսն օգտագործելով աջակցում է քաղաքին, այսինքն ճգնաժամ որպես այդպեսին կառավարման խնդիր է, եթե կառավարողը ճիշտ է կառավարում, ճգնաժամ չի առաջանում, ինչքան է ուզում է այդ մարմինը ղեկավար չունենա, ունենա ժամանակավոր պաշտոնակատար։ Չեմ կարծում, որ այդ փաստն է առաջ գալու, երնանք դենտադրենք աղբանության խնդիրները, երբ որ առաջ է գալիս, վաղը մյուս օր ծուն է գալու կամ արդեն ծուն է գալիս փողոցների մաքրման աշխատանքները, այդտեղ կոմունալ ծառայության աշխատանքը հեչ կապ չունի, քաղաքապետը թե քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդտեղ կարելի է ուղղակի ճիշտ կազմակերպել, իսկ մենք աջակից ենք, որովհետև այն աշխատանքները, որոնք մենք անում ենք գյումրեցիների համար։
Բայց քաղաքապետարան եւ մարզպետարան այդ սառույցը հալվել է, որովհետեւ հիշում եմ, այս տաղավարում մենք մի անգամ խոսացինք, երբ մարզխորհրդին չէր ներկայացել քաղաքապետը եւ ոչ էլ փոխքաղաքապետ, բայց անմիջապես դրանից հետո տեսանք, երբ փոխքաղաքապետը Ավետիս Արաքելյան ներկայացել էր, այսինքն սա ինչ է նշանակում, որ համագործակցությունը այնուամենայնիվ առողջ մթնոլորտ է տեղափոխվում։ Չէ, նայեք, առաջի անգամ մարզխորհրդի նիստին, երբ որ քաղաքապետը չէր ներկայացել, քաղաքապետը իր 100-օրը ամփոփելու ժամանակ ասաց, որ տեղյակ չի եղել, իհարկե մարզպետարանը ոնց որ բոլոր 6 համայնքներին հրավերքն ուղարկել էր բոլորին, մենք տարբերություն չենք տնում մեր համար, բոլոր համայնքները նույն համայնքներն են, Գումարաստարան, որ մարզ կենտրոնն է, մեր երկրորդ քաղաքն է Հայաստանի ու իմ քաղաքս է, մենք այդտեղ տարբերություն չենք տնում կառավարողու ժողով է, մեր լիազորությունների սահմաններում մենք բոլոր գործառույթներն անում ենք։ Երկրորդ անգամ արդեն նորից բոլոր համայնքներին հրավերք ուղարկվել էր եւ Գյումրու քաղաքապետարանից փոխքաղաքապետը եւ աշխատակազմի ղեկավարը եկել էին մարզխորհրդի նիստին, որը իմ կարծիքով շատ արդյունավետ է, որովհետեւ այդտեղ խնդնախ ի պաշտոնե համայնքի ղեկավարները մարզխորհրդի անդամներ են եւ իրենք պիտի լինեն մարզխորհրդի նիստերին, իհարկե ցավոք քաղաքապետը չէր եկել էր տեղակալը, բայց ամեն դեպքում ինքն արդյունավետ էր, որովհետեւ շատ ու շատ հարցեր էին քննարկվում էր սեփական եկամուտների հավաքագրման հարցը, քննարկվում էր բազում խնդիրներ, որոնք ծառացած էին, մեր հարաբերությունները պաշտոնական ոնց որ մարզպետարան ու քաղաքապետարան պիտի ունենան հարաբերություններ իշա քաղաքի, բնականաբար քաղաքական առումով ոչ մի հատվող կետ չունեն կոմունիստական կուսակցությանը դե մյուս քաղաքական ուժերի հետ, որոնք այսօր քաղաքապետարանում են, քաղաքական որևէ կետ չունենք, հակառակ 170 աշճան հակառակ պատկերացումներ ունենք երկրի զարգացման ու քաղաքի զարգացման առումով, որը ցույց են տալիս մեր ավականիները քաղաքացիական պայմանագիր կուսակցության, իրավական առումով մենք որպես այդպիսի իրավական դաշտում է, իրավական տիրույթում է, միակ կետը, որ մենք հատվում ենք իրար, դա Գյումրին է ու Գյումրու շահն է, որի համար մենք համատեղ աշխատում ենք ու էլի շատ լավ է, որ նաև քաղաքապետարանի մեր գործընկերները գալիս են այդ կետին, որ մենք իշա Գյումրու փորձելու ենք լուծել բոլոր խնդիրները։ Եվ կարճ ժամանակ առաջ զբոսաշրջության կոմիտեից այստեղ ներկայացուցիչներ կար, հանդիպում էր, քննարկում էր, թե ինչպես կարելի է ավելի ներկայանալ դարձնել մարզը ու Գյումրին։ Հիմա գործնականում ինչ քայլեր են արվում, մասնավորապես ձմեռային туриզմը, գիտենք, որ մեր մարզում ամասիայում հնարավոր է զարգացնել, այս մասով կան քայլեր ձեռնարկված կամ ընդհանուր նաև քաղաքի մասով։ Դե բնականաբար ամենակարևոր գործառույթը, որը արվել է մեր զբոսաշրջանային կոմիտեի ու կառավարության կողմից էկոնոմիկայի նախարարության, մեր օդանավակայանում առաջի չվերթն է բացել դեպի Եվրոպա, այդ կառավարության սուբսիդավորմամբ է տեղի ունենում այդ չվերթները, այդ շատ կարևոր է, երկրորդ Գյումրու ու Շիրակի մարզի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարբեր աշխատանքներ տարվում են ու այսօր այստեղ է զբոսաշրջության կոմիտեի նախագահան, քննարկում ենք ունեցել շատ հետաքրքիր գաղափարներ կան, որոնք ընդունվել է ռազմավարությունը զբոսաշրջության 2026-31 թվականների, որի մեջ բնականաբար Գյումրին իր ուրույն տեղն ունի, զբոսաշրջության զարգացման հաջորդ ծրագիրը զբոսաշրջանային կլաստերների, որով գիտեք Գյումրու միջուկը վերանորոգվեց, ճանապարհները հիմնանորոգվեցին, այգին ամենափրկիչի հետևի այգին շադրվանները վերանորոգվեցին, այդ ծրագրի հաջորդ փուլն ենք մտել, որով չեմ ուզում փակագծեր բացել, նոր նախագիծ ենք անում այդ ծրագրով Գյումրի զբոսաշրջանային կլաստերը զարգացնելու մասով, աշխատանքներ մենք տարբեր փառատոներ ու միջոցառումներ են կազմակերպում Գյումրիում, գիտեք, mēs շատ մեծ շուկով նշեցինք բժիշկի օրը, ամբողջ Հայաստանից բժիշկներ ու զբոսաշրջիկներ էին եկել Գյումրի, շատ հետաքրքիր օր ունեցանք, pedagogan ծրագիր էր ինքը, նաև փառատոներ, երկու փառատոն ենք ունեցել կոմիտեի զբոսաշրջության կոմիտեի ֆինանսավորմամբ, մեկը Արտիկ համայնքում ունեցել են Ղապամայի փառատոնը, մյուսը ջազը Հայատում կամ ջազը Գյումրիում այդ փառատոնն ենք ունեցել, Ավետիք Իսահակյանի 150-ամյակն ենք ունեցել, այսինքն միջոցառումներ տարբեր եղել են, բայց արդյոք բավարար են, բնականաբար ոչ բավարար չեն, այդ աշխատանքները շատ ավելի արվի, որովհետեւ այն զբոսաշրջային բումը, որ կա Գյումրու ու Շիրակի մարզի հանդեպ, այլ ավելի զարգանա, մենք դա կենտրոնանում ենք Գյումրու վրա, որը ճիշտ է զբոսաշրջային կենտրոնն է Հայաստանի, բայց միևնույն ժամանակ մենք
երերուկի տաճար ունենք, մենք արպիլիջ ունենք, մենք շատ ու շատ այլ գանձեր ունենք, որոնք լիարժեք բացահայտված չեն եւ ամենացավոտ թեման, որը կա Գյումրիում այսօր երկրագիտական թանգարանի խնդիրն է, որի ուղղությամբ փորձում ենք աշխատանքներ տանել, որ այդ թանգարանի միջի եղած գանձերը, որը շատ հաջող միջազգային կամ համաշխարհային մասշտաբ ունեցող թանգարաններ, մեր նմուշները տանում են այնտեղ ցուցադրելու։ Այսինքն նպատակն է այստեղ ունենալ մեծ ցուցասրահ, Երկրագիտական թանգարանը պիտի իր շենքն ունենա ու ամբողջությամբ այնտեղ ներկայացվեն գանձերը, որ այն հարստությունը, որը մենք ունենք, այդ նոր բում է բերելու վստահ եմ Գյումրուն ու Շիրակի մարզին նոր զբոսաշրջիկների հոսք է լինելու դեպի Շիրակի մարզ ու դեպի Գյումրի երկրագիտական թանգարանը տեսնելու։ Նա տարբեր ծրագրեր ունենք զբոսաշրջությունը զարգացնելու հետ կապված, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց միևնույն ժամանակ մեր մասնավորներն էլ պիտի կարողանան մի քիչ իրար հետ համագործակցելով կամ ընդհանուր եզրեր գտնելով նոր պրոդուկտներ առաջարկել, որտեղ մարզպետարանը որպես այդպեսին այդ ոլորտի պատասխանատուն չէ, ինքը կա աջակից է ու մեր բոլոր ոլորտի ներկայացուցիչները լավ գիտեն, որ ես հնարավորինս աջակցում եմ մեր տեղի ընկերություններին ու գիտերին ու մյուս կազմակերպություններին, որովհետեւ զբոսաշրջությունը Շիրակի մարզում ու Գյումրիում զարգանա։ Քանի որ դուք էլ այդ ոլորտի հետ բավականին սերտ կապ եք ունեցել, այս մասով, այսինքն ճիշտ եմ հասկանում, չէ՞ որ այս գաղափարը բավականին իրական է, երբ տուրիստը հոգնելու է նույն թանգարանը, նույն փողոցը այստեղ տեսնելու եւ այս դեպքում մասնավորը արդյոք համագործակցում է, բաց է համագործակցության գաղափարների մասով կամ ինչպես է լինելու։ Ես հիշում եմ մարզպետարանում կար բաժին, որը կոնկրետ, եթե չեմ սխալվում, ՄԱԿ-ի կողմից էր ֆինանսավորվում եւ զբաղվում էր կոնկրետ զբոսաշրջության թեմայով։ Հիմա այդ բաժինը չկա, չէ՞, այլևս մարզպետարանում կից։ Չէ, մարզպետարանում բաժին չկար, ուղղակի ՄԱԿ-ի զբոսաշրջության զարգացման ներկայացուցիչ կար, որը մարզպետարանը սենյակ էր տրամադրել, իրանք այդտեղ էին նստած, այդ արդեն երկար ժամանակ չկա, բայց տեսեք խնդիրն ինչ է, մենք շատ դեպքերում չենք պատկերացնում մեր զբոսաշրջիկնովը։ Օրինակ, եթե մեր հիմնականում մեր զբոսաշրջիկը ներքին զբոսաշրջիկը ընտանիքներն են, մենք արդյոք փորձում ենք ընտանիքի բոլոր շերտերի համար հետաքրքրություն ապահովենք Գյումրիում, այսինքն գնացին մեր Մկրտչյան, գնացին Ավետիք Իսահակյան, բայց արդյոք ունենք ժամանցի վայրեր, որը երեխաներին կհետաքրքրի, արդյոք ունենք վայրեր, որը կանանց կհետաքրքրի, արդյոք ունենք, որոնք տղամարդկանց կհետաքրքրի։ Ինչքան մենք այդ շերտերը բացենք մեր զբոսաշրջիկին բացահայտելով, այդքան զբոսաշրջիկին ավելի երկար Գյումրիում կպահենք։ Այդ արդեն մեր զբոսաշրջային ընկերություններն են կազմակերպելու կամ մասնավորն է փորձելու։ Ես որպես մարզպետարան կառավարություն ներկայացուցիչ, մենք միջավայրն է, մեր խնդիրը միջավայր ստեղծելն է, մեր խնդիրը օդանավակայանի ճանապարհը հիմնանորոգելն է, մեր խնդիրը նոր թռիչքներ բերելն է, մեր խնդիրներն է ինֆրաստրուկտուրան ամբողջությամբ թարմացնելը, ճանապարհներ եւ այլն։ Մեր խնդիրն է զբոսաշրջության զարգացման ամենակարևոր կետը իմ պատկերացմամբ հենց այն է, երբ որ մասնավորը փորձում է Գյումրիում ներդրում անել հյուրանոց բացելու համար կամ զբոսաշրջային ինչ-որ մի կետ հետաքրքիր բացելու համար, պետական մարմինները ամեն ինչով դե աջակցեն այդ մարդուն, որովհետև յուրաքանչյուր ավել մահճակալը նոր ֆինանսական միջոցների հոսք է դեպի Գյումրի։ Շինթույլտվությունների ցկցկումով, ԱՊԶ-ի եւ այլ հազար ու փաստաթղթերով այդ մարդիկ արդեն հոգնում են հյուրանոց այստեղ ու ապացի դրանից անում են լավ վերջացնում են իրանք, բայց ամեն մի օրը որ ուշացնում ենք մենք այդ հյուրանոցի բացելը ինքը եւս մեկ հավելյալ գումար է դեպի քաղաք։ Դժգոհում ենք Վրաստանի ճանապարհին ամանորեն կամ մարտի 8-ին խցանումներից, իսկ այդ մարդիկ պատրաստ են նաեւ Գյումրի գալ, եթե մենք ունենանք ամբողջ ինֆրաստրուկտուրան։ Եվ եթե քաղաքական այս կրկին ճգնաժամը չլինի, շրջանցելով քաղաքական այս ամեն ինչը, ինչպիսի Գյումրի կունենանք եւ Շիրակի մարզ 2026 թվականին ինչ է խոստանում կառավարությունը։ Նախ ամենակարևորը մենք կունենանք խաղաղ Շիրակի մարզ, խաղաղ Գյումրի, խաղաղ Հայաստանի Հանրապետություն, այդ միանշանակ հստակ կա, որովհետեւ մեկը չի մտածի այն երկար տարիներ ծառացած խնդիրների մասին, պատերազմի մասին եւ ուսի մենք ունենանք խաղաղ Գյումրի ու խաղաղ Շիրակի մարզ։ Կունենանք Գյումրի ու Շիրակի մարզ, որտեղ շարունակվում են այն լայնածավալ աշխատանքները, որը հիմի կան ու նոր նախագծերով ենք
հանդես գալու, նոր նախագծեր ենք բերելու, մի մասի վրա աշխատանքներ տանում ենք, մի մասի վրա աշխատանքները արդեն ավարտական փուլում ենք ունենանք։ Իմ համար ամենակարևոր կետերից մի քանի կետեր ունեն, որից ամենակարևորներից մեկը երկրորդ պոլիկլինիկայի շինարարությունն է, մենք 2026 թվականին կունենանք երկրորդ պոլիկլինիկայի շինարարությունը։ Ամեն հնարավոր աշխատանք տարվում է արդեն նախագծի մրցույթը հայտարարվել, ավարտվել է, պայմանագրի կնքման փուլում է Անի թաղամասի եւ ավստրիական թաղամասի նախագծի վրա աշխատանքները եկող տարի կսկսենք արդեն, բայց նաեւ ինվես են քննարկել, որ նաեւ եկող տարի կարողանանք սկսել շինարարական աշխատանքները թաղամասում, դա ծավալը շատ մեծ է։ Կունենանք Գյումրի ու Շիրակի մարզ, որը րոպե ավելի զարգանում է, կունենանք բնակիչներ, որոնք օր-օրի ավելի երջանիկ են լինելու։ Այս բառերը սիմի մեր քաղաքացիները այլ ձևով են ընկալելու, բայց կուզեմ ասել, որ դրանով չեմ ուզում շեշտել, որ բոլոր խնդիրները վերացել են։ Մենք ունենք անօթևանության խնդիր, մենք ունենք վտարային շենքերի խնդիր, մենք հազարումի խնդիրներ ունենք, աշխատագործազրկության խնդիր ունենք, աղքատության խնդիր ունենք, ես ինքս եմ բարձրացնում եմ բոլոր խնդիրները, որոնք կան, բայց չեմ ուզում ֆիքսվենք միայն վատ կետերի վրա, ուզում եմ, որ մենք ավելի լիահույս լինենք, որ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ լավ է արդեն։ Քանի որ վերջին միտքը, ինչպես նաև դուք ակնկալեցիք, որ գուցե դիտվի որպես նախաքարոզային, ամփոփելով եւ ամբողջացնելով հարցը 2026 թվականին ազգային ժողովի պատգամավորի թեկնածություն դուք առաջադրել։ Դե ես Շիրակի մարզպետն եմ, ի պաշտոնե նաև նախընտրական շտաբի պետն եմ եւ բոլոր մարզպետները, որոնք նաև շտաբի պետ են, լինելու են նախընտրական ցուցակում։ Շնորհակալություն ստացված հարցազրույցի համար։ Իսկ մենք կհանդիպենք։